Խուստուպ լեռան ստորոտին ու Ողջի գետի հովտում գտնվող Կապան քաղաքը երբեք այսքան մոտ չի եղել։ Երևանից 45 րոպե թռիչք եւ մենք հանրապետության հարավ-արևելքում ենք։ Կապանի մշակույթի կենտրոնում անսովոր եռուզեռ է, մեկնարկել է Գաստրոքամփ Արմենիա նախագիծը, որը նպատակ ունի զարգացնել հոռեկա ոլորտը զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող այս քաղաքում։ Մենք ունենք նպատակ, որ մարդիկ տեսնեն ու գիտակցեն, որ իրանք շատ բանից եւ տեղյակ չեն եւ չգիտեն եւ չեն կարողանում։ Եվ դա նորմալ է, երբ որ դու ինչ-որ մի բան չես իմանում եւ չես կարողանում, դա նորմալ է։ Եվ շատ կարևոր է, որ դրանից հետո դու հասկանաս, ինչ պետք է անես, որ քո մասնագիտությունում դու դառնաս, դու անընդհատ ձգտես լինես ամենալավը։ Ազգային խոհանոցը ներկայացնել նորովի չվախենալ փորձարկումներից։ Նախագծի համահիմնադիր բրենդ-շեֆ Արայիկ Ամզայանը երրորդյա անվճար դասընթացի մասնակիցներին սովորեցնում է լինել լավագույնը։ Մեր ոլորտի հիմնական նպատակը աշխատել էմոցիաների հետ։ Կլինի դա զբոսաշրջիկ արտերկրից, կլինի դա Երևանից, էմոցիաները առաջացնելն է եւ այդ ամեն ինչը անել հետաքրքիր կերպով, անել յուրահատուկ եւ տալ մարդկանց այն ինչը որ իրենք չեն հանդիպում իրենց քաղաքներում, իրենց առօրյայում եւ կարծում եմ որ գաղափարներ շատ կան եւ ռեստորաններ ունեն շատ լավ թիմեր, շատ լավ խոհարարներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են իրենց ազգային խոհանոցի հետ, տեղի խոհանոցի հետ եւ ոչինչ չփոխելով ուղղակի մի քանի դետալներով, մի քանի նրբություններով, գործընթացներով կարելի է ուտեստները, մենյուները դարձնել ավելի հետաքրքիր եւ գրավիչ։ Գինեգործություն, PR եւ մարքեթինգ, խոհարարություն, ոչ միայն տեսնել, այլև փորձել ու համտեսել։ Բանախոսները, մասնագիտական գաղտնիքները բացահայտում են հենց տեղում։ Սյունիքի մարզկենտրոնում Գաստրոքամփ Արմենիա նախագիծը մեկ հարկի տակ է համախմբել գործարարներին, տարբեր ոլորտների աշխատակիցներին վերապատրաստելու եւ նոր կապեր հաստատելու։ Ամենակարևորը նա է, որ իրանք սիրեն ինչ անում են։ Իմ համար առաջները դա է։ Կարող է մարդ փորձ չունենա, բայց ցանկություն ունենա սովորելու։ Ու տարվի այդ գործին։ Դա շատ կարևոր է ու հաճախորդներ երբ որ գալիս են, տեսնում են, որ բարմենը ուզում է իրանց աջակցել, օգնել ու ամենակարևորը պետք է ինֆորմացված լինի ու հասկանա, որ հաճախորդին ինչ խորհուրդ կարող է տա։ Երևում է, որ մասնակիցները եկել են նոր գիտելիքների հետևից։ Մենք քննարկում ենք ավանդական ուտեստներով նոր մենյուի ձևավորումը, որը կզարմացնի ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Նման դասընթացները կնպաստեն մարզում հոռեկա ոլորտի զարգացմանը։ Դասընթացներին մասնակցում են ոլորտի սկսնակ ու փորձառու ներկայացուցիչներ թե մայրաքաղաքից, թե Սյունիքից եւ թե հանրապետության այլ մարզերից։ Ես ինքս 10 տարի է այս ոլորտում եմ արդեն, Երևանից եմ, բայց ես երկար ճանապարհ է կտրել հասել եմ ստեղ, որտեղ այսօր ստեղ այնպիսի մասնագետներ են ելույթ ունենում, որ թեկուզ իրանց հետ հավասար լինելով այս ոլորտում, էլի նոր բան ունես լսելու, էլի նոր բան ունես սովորելու։ Ես պատկերացնում եմ, եթե ես լինեի երիտասարդ կամ եթե ես լինեի մարզից ու չունենայի Երևանում այդքան լինելու հնարավորություն, այդ իմ համար կլիներ մի հատ վաու ու ես հաստատ ամեն ինչ կանեի այդ րոպեին այդտեղ լինելու համար ու բոլորին լսելու համար ու իրենցից ինչ-որ բան սովորելու համար։ Անհամբեր սպասում էի, որ այս օրերը գան, քանի որ համարում են, որ սա Կապանի համար աննախադեպ իրադարձություն է, թե իր մակարդակով, թե որակով, թե ծավալով, թե ներգրավված էքսպերտների որակով շատ հաճելի է, որ կարողացել են Կապանի համար նման բան կազմակերպեն։ Խորհուրդ կտամ մասնակցեն բոլորը, որովհետև դու մեծ ձեռքբերումներ ես ունենում ու ակնկալիքներ, որ դու կարող ես հետագայում աշխատել, նոր հաճախորդներ ձեռք բերել, ողջունելի է շատ։ Գաստրոքամփ Արմենիա նախագծին աջակցում է Կապանի համայնքապետարանը։ Կարծում ենք, որ նման նախագծերը, այդ թվում նաև Գաստրոքամփ Կապանը կաջակցի Կապանի տուրիզմի զարգացմանը եւ Կապանը կբացահայտի նաև այդ տեսանկյունից։ Շատ կարեւոր է, որ ներգնա տուրիզմի վրա ուշադրություն դարձնենք։ Մենք փոքր երկիր ենք, եւ շատ կարեւոր է, որ մենք մեր համայնքները լավ ճանաչենք եւ բոլորին ճիշտ ներկայացնենք Կապանը, Կապանի յուրահատկությունները, պատմամշակութային արժեքները։ Հունիսի 11-ից 15-ը Կապանում տեղի կունենա հրավիրյալ շեֆ խոհարարների արշավ, որի ընթացքում մասնագետները կբացահայտեն տեղի ուտեստները, իսկ ավարտին Սյունյաց լեռներում տեղի կունենա 7 մելիքների ընթրիք, կմատուցվեն ավանդական ճաշատեսակներ։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։